Նորջան, հանգիստ, չեմ շտապում։ Տեսեք, խուզարկություններ կատարվում, կար դատանի կողմից որոշում խուզարկության, կարծում եմ հերթական շոուներ, մասկի շոուներ ինչպես տեսակ, երեկվա պլանի հետ կապված Պարզ է, որ այսօր նմանատիպ գործողություն կատարվելու է, լույսը այդպես է բացվել։ Իսկ ինչ ներողությունների միջև հայտարարությունը ինչ են հայտնաբերել որևէ քերիորեն հետապնդելի առարկա իր չեն հայտնաբերել։ Մի բուռ մեղ են տարել կոշիկի համար նախատեսված այս չափի կամ չգիտեմ, այդպիսի բաներ միակ ահաբեկչության հետ կապված, ահաբեկող նյութը, որ կարող է Սրբազանի տանը հայտնաբերել, դա Հովհաննեսի հայտնության ապոկալիպսիսի նկարագրությունն է, այլ բան չէր կարող է տեղի։ Իսկ արդյունքներով ինչ էր վարազդատ, որ տարան, Արտուրը Սարգսյանն ասաց այդ ծխերից են արտուրները։ Այդ են ծխերից են, որը յուրաքանչյուր քաղաքական ակցիայի ժամանակ լինում է, մանուշակագույն, եւ որը, եթե հիշում եք, ներկայիս վարչախումբը ազգային ժողովում 18 թվականին ինչպես էր Իսկ այդ մեխերը, որ ասում եք, մի բուռ մեխ են տարել, դա հեգնականը ասում հարգելիս, որևէ բան չկար, ինչ է կատարվել, իրավական տեսել եք քննչականի հայտարարությունը, որքանով հասկանալի է, զանգվածային անկարգություններ, ահաբեկչություն, իշխանության զավթման փորձ, նմանատիպ Ժուլ Վերնյան Ֆանտաստիկ ինչ-որ չէ, քննչական վանթաշան տարվեց, ԱԾ-ն մասնակցում էր գործընթացը ապահովելու ավտոմատավորված անձինք մտածելով, որ ահաբեկիչներին ձերբակալելուց պետք է, որ ավտոմատավորներ լինեն։ Տևեց Վարազդատ։ Հարությունյան Սերգեյ։ Ներողություն, ինչու 6 ժամ տևեց։ Ամեն դեպքում ասացին, որ 7-ից մինչև Դե տեսեք, ամեն սենյակի, ամեն դարակի, ամեն նամակի վրա ժամանակ էին ծախսում, այդ ամենը արձանագրում էին, ամեն ծուխը նայում էին, հաշվում էին, տեսակ դուք Ընթացքում կերևա, որ այս ամեն ինչը ինչ-որ կա մեղադրանք, ինչ-որ մի բաններ որ մեկից պատասխանում։ Միակ եռանկյունի նշան հանրային ճանապարհային երթևեկության դա կարող են դիտարկել որպես այն որ ճանապարհային ապակայունացնող վիճակ պիտի երթևեկության։ Կարծում եմ յուրաքանչյուր բարեխիղճ վարորդի մեքենայում այդպիսի նշան կա, երբ որ ասենք մեքենա խոտանվում է, պետք է հանի դնի։ Ես չգիտեմ նախկինում այս տանը ով է բնակվել, ինչ նպատակներով է այդ նշանը, բայց ես գիտեմ, որ յուրաքանչյուր բարեխիղճ վարորդի մեքենայում այդպիսի նշան կա։ Պարոն Հարությունյան, իսկ որևէ, այսինքն կարգավիճակ այս պահին Բագրատ Սրբազան ունի եւ նրա այդ մի հոգեորականի եւս տարան, նրա անուն ազգանունը կասեք, նա ով է։ Անկեղծ չեմ հիշի, Հարայր Սարգսակն է եւ Մովսեսն է։ Կարգավիճակը դե այս պահին արդեն ձերբակալված է համարվում, վստահ եմ, կալանքի միջնորդություն կներկայացնեն։ Սրանք կանայք հատկապես կհասկանան, այս վիդեոն մի հատ։ Ասեմ ձեզ դա ինչ է, այո, կենցաղային, սա է տարան։ Չգիտեմ, գետնի շորի ձողն է, որը յուրաքանչյուրի տանը կա, բայց իրենք համարեցին դա ձող, հա, այն դեպքում, որ, չգիտեմ, 10 տարեկան երեխան անգամ կարա դա կոտրի, որովհետև դա բարակ թիթեղ է։ Սրբազանի հեռախոսը արգրավել է։ Այո, բոլոր հեռախոսները, բոլոր գրիչները Ում բերման ենթարկեցին Հրայր Սարգսակին, Սրբազանին, Հրայր Սարգսակին եւ Մովսես։ Սրբազանի մտերիմներից ծանոթացել եք ձայնագրությունների բովանդակությանը, որոնք տարածել եք Ոչ, ես զբաղված եմ։ Հարությունյան, առանձնազրույցներ են Բագրատ Սրբազանի հետ, աջակիցների հետ, տարբեր հատվածներ անհասկանալի տեղերից, այսինքն երիտասարդներ եթե ունեք, հավաքեք, թող օնլայն դիմություն ակտիվություն ծավալեն, դա հնարավոր է այսպես ահաբեկչական սցենար, եթե երիտասարդներին հորդորում են վստահաբար կարող եմ ասել ոչ, այս ողջ ժամանակահատվածում վերջի 1 տարվա ընթացքում քաղաքական գործընթացներ են եղել, ակցիաներ են եղել, տարբեր միջոցառումներ են եղել եւ այդ ժամանակ պարզ է որ այդ ակտիվությունը անձանց այդտեղ որն է քրերն հետապնդել բայց հիմա իրանք այս շոուի ատրիբուտները այսպես ապահովելու են տարբեր այսպիսի բաներ են տարածելու շղար ստեղծելու եւ իմիտացիա անելու համար որ տեսեք
ահաբեկչական խումբ են։ Այսինքն դուք պնդում եք, որ որևէ իրեղեն ապացույց այս պահին ոչ ահացան, ոչ քնչական ես վստահ եմ, որ սա հերթական շոուն է։ Մենք այսպես շոուներ բազմաթիվ ենք ունեցել, նույն հայ հեղափոխական դաշնակցության հետ կապված տարին մեկ մի անգամ այսպես գնում են մարզերում բոլորին ձերբակալում են։ Հետո բառնորես Ահաբեկչության հոդվածի մեջ դե այս անգամ ավելի սրացում են։ Ես եմ շնորհակալ։ Բայց քնչական է։